Ողջույն, իմ անունն է Տիգրան Խզմալյան։ Այսօր ավազի ժամացույցի արդեն սովորական դարձած ձևաչափով մենք սկսում ենք հաղորդումների նոր շարք, որը կարելի է անվանել պատմություններ պատմության մասին։ Պատմությունը հետաքրքիր առարկա է։ Ինչի մասին է այն։ Ժամանակի, այո, բայց նաև տարածության, տարածքների մասին, որտեղ ընթանում է այդ ժամանակը, որոնք ժամանակի ընթացքում մեծանում են և փոքրանում, դա ազգերի, պետությունների ստեղծման և կործանման, թագավորությունների և թագավորների, ստրուկների և հերոսների ստորության և խիզախության պատմություն է։ Դա պատմություն է մարդկանց, մարդու մասին։ Ես որոշել եմ խոսել այդ մասին, որովհետև Հայաստանը դեռ ապրում է պատմության մեջ, դեռ որովհետև մեզ համար պատմությունը ավելի իրական է, քան առօրյան, որովհետև դա ավելի կարևոր է մեզ համար, քան առօրյան, և քանի որ մեզ փորձում են և դրսից և ներսից այդ պատմությունից զրկել, իմ պատմվածքները դասախոսություններ չեն, և դրանք չեն փոխարինելու դասագիրքը, ավելին ես հաճախ ասելու եմ բաներ, խոսելու եմ բաներից, որոնք չկան դասագրքերում կամ հակասում են դասագրքային ճակերտավոր ճշմարտություններին, և հույս ունեմ, որ դա ձեզ անտարբեր չի թողնի։ Ես որոշել եմ խոսել այդ ամենի մասին նաև այն պատճառով, որ պատմության դասերը մեր ժողովուրդը ոչ մի կերպ չի սովորում, և մենք կարծես թե դատապարտված ենք կրկին, նորից ու նորից կրկնել այդ պատմությունը, և նախավերջին պատճառը, որտև կա նաև վերջինը։ Նախավերջինն այն է, որ ես պատկանում եմ մի սերնդի, որը մտել է այս կյանք դեռ 19-րդ դարի տեխնոլոգիաների ժամանակ, օրինակ իմ առաջին աշխատատեղը Երևանի համալսարան թերթն էր, ես սրբագրում էի հոդվածներ այդ թերթի համար մի քանի ամիս, և մենք աշխատում էինք դեռևս Գութենբերգի ստեղծած մամլիչով, բանվորներն էին աշխատում, բզով, շարելով և քանդելով սրբագրիչներս այդ երկաթե էջերը, որոնք հետո ներկվում էին և մամլիչի սկզբունքով դառնում էին տպագիր մամուլ։ Հիմա դժվար է անգամ պատկերացնել, բայց տեսնեք, հիմա ես խոսում եմ ձեզ հետ բջջային հեռախոսի միջոցով, և դուք ըստ երևույթի կամ լապտոպներով, կամ նույնպես հեռախոսներով եք դիտում, կամ պլանշետներով, և դա մեկ սերնդի համար անհավանական, աննկարագրելի առաջընթաց է։ Ես երկար տարիներ դասավանդում եմ և 20-րդ դարում և 21-րդ դարում, և ուսանողներից երբեմն առաջին իսկ դասընթացի ժամանակ, դասախոսության ժամանակ փորձում էի զարմացնել և որոշ բաներ բացատրել այսպես. Ես բերում էի մի մեծ ճամփրուկ, որի մեջ տպագրական մեքենա կար, ֆոտոապարատ, կինոկամերա, մեծ հատորով հանրագիտարան, թերթեր, երաժշտական ինչ-որ գործիքներ, ես այդ ամենը տեղավորում էի դժվարությամբ մի սեղանի վրա, իսկ հետո հանում էի գրպանիցս բջջային հեռախոսը և ասում էի, տեսեք, այս փոքրիկ սալիկը փոխարինեց այս ամենը, և այդ բոլոր մարդկանց, ովքեր գտել են, սարքել են, սարքում են այդ գործիքները։ Մեր սերունդը ոչ միայն տեխնոլոգիական հսկայական առաջընթաց տեսավ, այդ առաջընթացները սովորաբար շատ թանկ են նստում մարդկանց վրա, մենք հազիվ և դժվարությամբ ենք սովորում այդ փոփոխությունների, այդ աշխատաոճի և աշխատատեղերի փոփոխության, այդ նոր ստացվող մասնագիտությունների, առավել ևս, որ հիմա այդ մասնագիտություններից մեծ մասը առաջիկա տարիներին անհայտանալու են։ Մենք կանգնած ենք ահռելի մեծ վիթխարի փոփոխությունների շեմին, և դրանք ստվերելու են այն հսկայական փոփոխությունները, որ մենք արդեն ապրել ենք, բայց մեր սերունդը, իմ սերունդը, կուտակել է մի եզակի փորձ, որը մենք պարտավոր ենք փոխանցել ձեզ, երիտասարդներ։ Մեր ուսուցիչները հանճարներ էին։ Ես բախտ ունեի
սովորելու համալսարանում, որտեղ Էդուարդ Տաթայանի, Էդմոն Ավետյանի, Լևոն Ներսիսյանի պես դասախոսները մեր ընկերներն էին, մեր ավագ բարեկամներն էին եւ ուսուցիչները, եւ դա հատուկ պարտականություն է դնում մեզ վրա։ Եվ վերջին պատճառը, որով ես սկսում եմ այս շարքը, այդ փորձը, որը կուտակել ենք մենք, դա պատմվածքների եւ հեռուստահաղորդումների համար չէ։ Մենք ոչ միայն ուսումնասիրում ենք պատմությունը, ինչպես ես օրինակ 50 տարի շարունակ կարդում եւ փորձում եմ հասկանալ ինչ է պատմությունը։ Մենք մասնակցում ենք այդ պատմությանը։ Երկրաշարժ եւ երկու անգամ 3 Արցախյան պատերազմ, պետության կործանումը, որտեղ մենք ծնվել ենք սովետական միության, անկախության ձեռքբերումը եւ կորուստը, նոր գաղութացումը Հայաստանի, ազգային աղետները 2020 թվականի մեր ռազմաքաղաքական պարտությունը եւ 2023 թվականի պատրիացիդը։ Այդ ամենը այն պատմությունն է, որը մենք ապրեցինք, որի մասնակիցն ենք եւ զոհերն ենք մենք։ Զոհերը բարեբուն իմաստով։ Ես կորցրել եմ այդքան բարեկամներ եւ ընկերներ եւ հիմա էլ եմ շարունակում կորցնել, որ իմ կարծիքով այս թանկարժեք փորձը պետք է փոխանցվի, ինչպես զատիկի կրակից մոմի լույսը բերում են տները։ Մենք այդպես պետք է փոխանցենք ձեզ այն լույսը, որը բոցավառեց մեր սրտերը տասնամյակներ առաջ, երբ մենք երազում եւ իրականացնում ենք Հայաստանի անկախությունը։ Եվ վերջին պատճառը։ Ես խոսում եմ պատմության մասին, ինչպես արդեն ասել եմ, որովհետեւ մենք չենք սովորում պատմության դասերը։ Եվ մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր երկիրն այսօր, չեն համապատասխանում այն ահռելի վիթխարի մարտահրավերներին, որոնք կանգնած են եւ շարունակում են խոյանալ մեր առջեւ։ Ուստի իմ պատմությունները, իմ համեստ դասախոսությունները վերաբերում են նախ եւ առաջ մի կարևոր հմտությանը։ Մենք պետք է սովորենք ազգային շահ հասկանալ, տեսնել եւ հետապնդել ամեն ինչում, որպեսզի մեր պարտությունները դառնան նոր հաղթանակի հիմքը։ Ուստի պատ մութ յուն, մութ պատ, կարելի այդպես խաղալ պատմություն բառի հետ, եւ մենք կտեսնենք, որ դա իսկապես մի մութ սև պատ է, ինչպես նկարագրում էր Պլատոնը, եւ այդ պատի վրա երբեմն երևում են ստվերներ, որ մենք տեսնում ենք դժվարությամբ եւ սխալմամբ ընդունում ենք ճշմարտության փոխարեն։ Ես չգիտեմ ճշմարտությունը, բայց ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք փնտրել ճշմարտությունը։ Եվ սա իմ համեստ լուման է այս փնտրելու գործընթացի մեջ։ Ես նկարանում եմ ֆիլմեր, կյանքիս ընթացքում մոտ 20 վավերագրական ֆիլմ նկարանեցի հենց Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին։ Եվ այս ընթացքում, ինչպես նաեւ գրած ու չգրված գրքերի, կորսրած ընկերների, հաղթած եւ պարտված պատերազմների ընթացքում մենք մեր սերունդը ստացավ այն փորձը, որի մասին ես խոսելու եմ այս շարքում։ Եվ առաջին զրույցը վարել եմ ոչ թե քրոնոլոգիկ ժամանակացույցի տեսակետից ինչ որ մի սկզբի մասին։ Ես կփորձեմ սկզբից մի ծիծաղաշարժ դրվագով ողբերգական եւ նաեւ ծիծաղելի միաժամանակ նկարագրել, թե ինչպես է կատարվում պատմություն, ինչպես են կատարվում բաներ, որ հետո դառնում են ճակատագրական։ Եվ ուրեմն տեղափոխվենք 1000 տարի հետ։ Առաջին Խաչակիր արշավի տարիներ, Էդեսիո իշխանություն, Թորոս իշխանը, հայերը ապրում են այդ միջին արևելքի
մաս կազմող փոքր Հայաստանից մի մաս մնացած ծվարած լեռներում հրաշալի մի տեղում ես եղել եմ այնտեղ, դա աշխարհի հնագույն քաղաքն է, դա առասպելական ուրն է, որտեղ ըստ Աստվածաշնչի ծնվել է Աբրահամը, մի քանի կրոնների նախահայրը, ուրը, որն այսօր կոչվում է Ուրֆա, ավելի ճիշտ թուրքերը վերանվանել են Շանլիուրֆա, երջանիկ Ուրֆա, հայերը անվանում էին Էդեսիա, և Էդեսիայի իշխանը 10-11-րդ դարի ընթացքում իշխանական տոհմը հայկական էր և 1097-98 թվականի ձմռան և գարնան ընթացքում ծեր իշխան Թորոսը սարսափով և հույսով լցված տեսնում է ինչպես է պատմությունը թակում իր դուռը բառի բուն իմաստով։ Բանն այն է, որ դրանից մեկ տարի առաջ Հռոմի Պապ Ուրբանը հայտարարում է քրիստոնյա աշխարհին, որ մենք պետք է ազատագրենք Երուսաղեմը, Քրիստոսի գերեզմանը և դարձնենք այն քրիստոնյա քաղաք, քրիստոնյա աշխարհի կենտրոն։ Առաջին խաչակիր արշավը դա մի մեծ առանձին պատմություն է, որին ես հետագայում կանդրադառնամ եւ առաջին եւ վերջին եւ ընթացիկ խաչակիր արշավներին։ Ես ընդհանրապես այսօր կրկնում եմ, ես ոչ թե խաչակիր արշավի պատմությունն եմ պատմում, սա առաջին, ավելի ճիշտ առաջին արշավի երկրորդ մասն է, որովհետեւ արշավը սկսվեց բավական հախուռն եւ սկզբից դա երիտասարդների եւ գյուղացիների պորտկումն էր, որը բավական տխուր ավարտ ունեցավ, բայց ընթացքում արդեն 1-1.5 տարվա ընթացքում արշավին միացան ազնվականները, սկզբից միայն ֆրանսիացիներ, եւ դա էլ է կարեւոր, որովհետեւ մեր պատմության հերոսներից մեկի անունը արդեն տվեցի, դա հայ իշխան Թորոսն է, երկրորդը Բոլդուեն դե Բուլիոնն է, ֆրանսիացի ազնվական, եւ այստեղ պետք է կարեւոր մի բան հիշատակել։ Խաչակիր արշավը դա սխրանք էր, հերոսապատում, բայց դա նաև ուներ մեծ սոցիալական ու նաև տնտեսական իմաստ։ Բանն այն է, որ արևմտյան աշխարհը 11-րդ դարի վերջին մտել էր մի հետաքրքիր դեմոգրաֆիկ բումի շրջան, երբ հարաբերական բարեկեցությունը, որը Եվրոպան նոր սկսում էր ճաշակել, բերեց մի հետաքրքիր երևույթի։ Դա ֆեոդալիզմի շրջանն է, երբ իշխանները ժառանգում են իրենց ունեցվածքը իրենց որդիներին, դա բնական է, եւ հիմնականն ամեն ինչը ժառանգությունը ստանում է ավագ որդին։ Ավագ որդու իրավունքը սենյորատա, ավագի իրավունքը սուրբ է եւ մինչեւ հիմա գործում է միջալոց, ահա ինչու օրինակ վերջերս Բրիտանիայի նոր արքա թագավոր դարձավ Չարլզ երրորդը, որովհետեւ նա Դավիթ երկրորդի ավագ որդին էր։ Այդ ամենը այսօր չէ որ սկսվել է, իմիջիալոց դա ուղիղ կապ ունի մեր ազգի ճակատագրի հետ, բայց դրա մասին մեկ այլ անգամ։ Իսկ հիմա ուղղակի հուշեմ եւ հիշեցնեմ, որ խաչակիր արշավանքի հիմնական դերակատարները, խաչակիրները ազնվական տոհմերի կրտսեր որդիներն էին։ Կրտսեր որդիները, որովհետև նրանք հող չեն ժառանգել։ Նրանք ունեին միայն տիտղոս, ընդ որում դա ազնվականության ամենացածր տիտղոսն էր, բարոն։ Եվ իրենց միմյանց իրար անվանում էին բարոններ։ Դա էլ հիշենք, հետո կասեմ ինչու։ Եվ ահա նրանք ձգտում են ոչ միայն եւ միգուցե ոչ այնքան կրոնական սխրանք գործել եւ հավերժական կյանք ձեռք բերել երկնային Երուսաղեմում, ինչպես խոստացել են նրանց Հռոմի Պապը եւ կարդինալները, նրանք նաեւ ուզում են ապրել հիմա, նրանք ուզում են հող, փող, արկածներ,
Հիշենք 3 հրացանակիրներ Դյումայի հայտնի վեպը, որը հույս ունեմ կարդացել են, եթե ոչ բոլորը, ապա շատերը, եւ դուք կպատկերացնեք այդ 18, 20, 22 տարեկան երիտասարդներին, որոնք ունեն զենք, ունեն ձի եւ էլ ոչինչ։ Շքեղ հագուստ կրկնում եմ, ձի եւ այդ ձին զարդարված է մոտավորապես այնպես, ինչպես ասենք հիմա զարդարում են սեփական դե ով Mercedes, ով BMW-ն, իսկ ով Nivan եւ Opel-ը։ Դուք բոլորդ տեսել եք այդ մեքենաները, որոնց միջոցով երիտասարդները փորձում են ապացուցել սեփական կարևորությունը միմյանց եւ աղջիկներին։ Մարդիկ քիչ են փոխվել, այդպես որ 1000 տարի առաջ երիտասարդները այս առումով շատ չէին տարբերվում այսօրվա մեր երիտասարդներից։ Նրանք զինված էին թրերով, նիզակներով, նրանք վերջին փողերով գնում են ամենաշքեղ զգեստները, պատկերացրեք թավշե, մետաքսե շորեր, պլպլացող զրահ եւ նույնը մոտավորապես իրենց ձիերի հետ են անում, ընդ որում շատ կարևորը ինչ ձի կընտրեր այդպիսի կներեք արտահայտության համար ֆիքստուլ ֆրանսիացի բառոնը։ Նախ եւ առաջ դա պետք է լինի որց, որտեղ որցերը մեծ են, որցերը գեղեցիկ են, որցերը հաղորդում են իրենց հզորությունը նաեւ տիրոջը։ Եվ ուրեմն մի քանի հազար, 3-ից 5,000 տարբեր տվյալներով ֆրանսիացիներ միավորված Baldwin de Bourges de Boulogne ջոկատով իրենք իջնում են ուրեմն Եվրոպայից դեպի Երուսաղեմ եւ ճանապարհին իրենք օհրաշք, առաջին հրաշքը իմանում են, որ Երուսաղեմի շեմին նրանք ունեն անսպասելի դաշնակից եւ դա հայերն են, ըստ որում հիշեցնեմ, որ արդեն ձևավորվում է Կիլիկյան Հայաստանը 1098 հաջորդ թվականին Լևոն առաջինը հիմնադրելու է իր դինաստիան եւ այդ մասին մենք առանձին կխոսենք։ Առայժմ նրանք չեն հասել Կիլիկիա, բայց նրանք արդեն մոտենում են Էդեսիային եւ այստեղ նրանց սպասում է առաջին փորձությունը։ Փորձությունը ինչպես եւ մեր դեպքում գալիս է հանձինս թուրքերի, թուրք սելջուկների, որոնք այդ ընթացքում Ալթայան տապաստաններից Ասիայի սրտից շարժվում էին դեպի արևմուտք, շարժվում էին ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ, այդ թվում նաեւ մեծ հայքը, Հայաստանը, որը ասպատակել են, ոտնահարել են, ոտնատակ են արել եւ հասել են արդեն փոքր Հայաստան եւ նրանք սպառնում են Էդեսիոյի իշխանությանը եւ ծեր իշխան Թորոսը սարսափած պատրաստվում է պաշարմանը եւ հանկարծ տեսնում է, որ հյուսիսից գալիս է ֆրանսիական զորքը։ Նրանք դիտում են այդ զորքը ինչպես հրեշտակներին կդիտեին, ինչպես հրաշք, եւ դա բնական է։ Եվ Էդեսիո պատերի տակ տեղի է ունենում առաջին ճակատամարտը։ Ճակատամարտ մի քիչ պաթետիկ է ասված, բայց առաջին բախումը ֆրանսիացի խաչակիրների եւ թուրք սելջուկների միջև։ Ընդ որում տեղանքը բավական անհաջող է ֆրանսիացիների համար, բայց դա դեռ կեսն է խնդրի։ Դրանք ընդամենը 3-ից 5,000 են ամբողջ բանակով։ Իսկ Էդեսիոյի արվարձանները հասել է Բոլդուինի ավանգարդը, առաջամարտիկները, թվով 700 հոգի, 700 ամենակաչ, ամենաանհամբեր, ամենաանզուսպ ասպետները, խաչակիրները, իրենց սքանչելի ձիերով, պատկերացրեք ողջ շքեղությամբ, եւ նրանք բլուրներից իջնում են դեպի դաշտավայր, եւ հանկարծ հասկանում են, որ իրենք ընկնում են ծուղակը, որովհետեւ ներքև իրենց սպասում է
մոտավորապես 7000-անոց թուրքական ձիավորների մի բանակ, եւ այստեղ մի կարևոր հանգամանք է։ Հապանցիկ ասել են, որ պատվասեր եւ անչափ ինքնասեր նաեւ ֆրանսիացիները, երիտասարդ ասպետները պատերազմի եկել են որձ ձիերով։ Ասեմ, որ դա սխալ է։ Որձ ձիերին ընդհանրապես պատերազմ չեն վերցնում եւ թուրքերը, որոնք շատ ավելի լավ վարժված էին եւ դարեր շարունակ էին կռվում, իրենք նման հիմարություն չէին անի։ Իրենք իհարկե պատերազմի գալիս են էգ ձիերով, որոնք շատ ավելի հեզ են, շատ ավելի հանգիստ, ենթարկվում են, չեն գժվում ինչպես որձ ձիերը։ Եվ մենք փաստորեն կանգնած ենք մի սարսափելի իրականության առջև, երբ 700 հոգանոց ֆրանսիացի ասպետների ջոկատը ծուղակն է ընկնում, իջնում է բլուրներից եւ նրանց դիմավորում է 7000-անոց թուրքական ջոկատ։ Կարծես թե ամեն ինչ պարզ է եւ հիմա տեղի ունենալու մեծ ողբերգություն։ Եվ հայերը Էդեսիո սքանչելի ամրոցի պատերից, որոնց մի մասը պահպանվել է, ես նկարանել եմ դրանք եւ դրանք կան Քրիստոսի կենթանագիր պատկերը իմ ֆիլմում, այդ վավերագրական նկարանումները Էդեսիո, այդ ամենի մասին հիմա չեմ ուզում ասել, պարզապես պատկերացրեք, հայերը ամրոցի պատերից սարսափած նայում են, որ այդ հրեշտակների բանակը հրաշքով հայտնված այնտեղ, հիմա ծուղակն է ընկնելու թուրքերի ձեռքը։ Բայց այստեղ խաղաց մի անսպասելի երևույթ, որի պատճառով ես ընտրել եմ հենց այս պատմությունը իմ շարքի առաջին զրույցի համար, որովհետև պատմությունը, ինչպես եւ Աստծո ուղիները անքննելի են։ Հիշեք, ֆրանսիացիները մի քանի ամիս ասպատակում էին Փարիզից, Օրլեանից, Դիժոնից, Լիոնից իրենց հզոր որձ ձիերով, թուրքերը իրենց էգ ձիերով եկել բացպարվել են եւ սպասում են ջարդ տալու հնարավորությանը։ Եվ ինչ է կատարում այստեղ։ Որձերը առնում են էգերի հոտը, որոնց չեն տեսել մի քանի ամիս։ Եվ պատկերացրեք, որ 700 սքանչելի սև ու սպիտակ որձ ձի, տեսնելով նախ եւ առաջ ոչ թե թուրք սելջուկներին, Խաչակիր Արշավը, Երուսաղեմը, ձիերը այդ ամենը չգիտեն եւ հաշվել էլ չգիտեն։ Նրանք տեսնում են, որ մի ամբողջ որձերի բանակ է այնտեղ կանգնած, որը նրանց համար նախ եւ առաջ թիրախ է։ Եվ իրենք լեռներից, բլուրներից ամբողջ թափով շարժվեցին ներքև։ Ֆրանսիացի ասպետները հասկանալով, որ այնտեղ իրենցից 10 անգամ շատ թուրք ասկերներ են, սերերով կանգնած, փորձում են կանգնացնել իրենց որձերին եւ հետ դառնալ, փախչել, բայց ձիերը չեն ենթարկվում, որձեր են, որոնք էգերի հոտն առան։ Իսկ էգերը, որոնք նույնպես հաշվել չգիտեն, ու չգիտեն, որ իրենք 10 անգամ շատ են, քան որձերը, նրանք տեսնում են այդ սարսափելի իրենց համար վախենալու տեսարանը, երբ որ 700 որձ ասպատակում են փոշու ու արևի լույսի մեջ իրենց ուղությամբ, եւ իրենք սարսափում են եւ խուճապի են ենթարկվում, մատնված են խուճապի եւ սկսում են փախչել։ Իսկ թուրքերը, որոնք պատրաստվում են գրոհել, փորձում են կանգնեցնել նրանց, որ առաջ գնան եւ նույնպես չեն կարող։ Եվ տեսեք, ֆրանսիացիները, որոնք փորձում են փախչել, չեն կարող ենթարկել իրենց որձ ձիերին, որոնք գնում են առաջ, թուրքերը, որոնք ուզում են գրոհել, չեն կարող, քանի որ իրենց տակ էգ ձիերը փախչում են եւ անսպասելիորեն արդեն կարծես թե կանխորոշված մարտի
ընթացքը եւ արդյունքը գլխիվայր է լինում եւ հայերը այդ ամենը տեսնում են պատերից եւ տեսնում են, որ 7000-անոց թուրքական զորքը անհասկանալի պատճառներով թիկունքով շրջվում է եւ սկսում է փախչել, թուրքերը չեն կարող պահել այդ ձիերին, որոնք վախեցած, սարսափած փախչում են։ Ֆրանսիացիները չեն կարող պահել որցներին, որոնք հարձակվում են այդ խեղճ ու կրակ էգերի վրա։ Ֆրանսիացիները հասկանում են ի վերջո ինչ է կատարվում եւ իհարկե օգտվում են այդ հնարավորությունից եւ սկսում են մեջկերին թուրքերին խփել նիզակներով, թրերով, մի խոսքով 700 ֆրանսիացի ասպետները առաջին իսկ մարտում, առաջին Խաչակիր արշավի առաջին ռազմաճակատում Էդեսիո պատերի տակ ջախջախում են իրենց 10 անգամ թվով գերազանցող թուրք սելջուկների զորքը։ Բնականաբար ողջ մնացած թուրքերը պատմում են, որ սատանաների բանակ Քրիստոսի խաչի տակ հարձակվել էր նրանց վրա եւ դա Աստծո պատիժն էր։ Բնականաբար ֆրանսիացիները զեկուցում են Հռոմի պապին, որ Քրիստոսը իր աչը դրեց նրանց գլխներին եւ օրհնեց այդ անհավանական հաղթանակը, հայերը վկա լինելով դրան հաստատում են, որ հրաշք է կատարվել, որ նրանք ոչ միայն փրկված են, որ խաչակիրները իսկապես Եվրոպան հասնում է փրկելու Հայաստանը եւ փրկելու քրիստոնեությունը 1097 թվական առաջին խաչակիր արշավ Էդեսիա Հայաստան։ Ինչ կցուցանե այս առակը։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Ոչ մի բան կանխորոշված չէ։ Եվ Աստվածը մեզ հետ է։ Այսօր այսքանը։